Այս հարցի հետ կապված կարելի է անվերջ ծավալել վիճաբանություն, Աստվածաշունչն այսպես ասեց, չգիտեմ, մյուս կրոնական ուղղություններն են եւ այլն, այդ հարցը անվերջ կարելի է քննարկել։ Ես որպես բժիշկ կարող եմ արտահայտել իմ կարծիքն այս հարցի շուրջ։ Ինչ ասել է ոչ տրադիցիոնալ սեքս, գուցե դա հարգելի օգտատեր ձեր համար է ոչ տրադիցիոնալ, բայց բազմաթիվ մարդիկ, ով կիրառում են դա, իրենց համար ոչ քիչ է ոչ տրադիցիոնալ չի, այլ նաև պատճառում այդ մարդկանց հաճույք։ Չէ՞ որ մարդկանց սեռական հաճույքները տարբեր կարող են լինել, նախընտրությունները տարբեր կարող են լինել։ Պարտադիր չի, որ բոլորը նույն բանն ուզենան կամ նույն բանն անեն։ Սեռական կյանքն իրենից ենթադրում է ազատություն, սահմաններ, որտեղ չպետք է գծված լինեն այս մի բանը կարելի է, այն մի բանը չի կարելի։ Յուրաքանչյուր զույգ, տղամարդ եւ կին կամ կին կամ տղամարդ էական նշանակություն չունի, ինքն է որոշում, թե իր սեռական կյանքում կոնկրետ ինչ տեսակի սեռական հարաբերություններ է ինքը կիրառում եւ ամենակարևորը մենք մեր մասնագիտական տեսանկյունից հորդորում ենք, որպեսզի սեռական կյանքով ապրելու առանձնահատկությունները չպատճառեն մարդուն հոգեբանական կամ ֆիզիկական տրավմա, որի արդյունքում ինքը պետք է իրեն վատ զգա, վիրավորված զգա, հոգեպես ճնշված զգա կամ բարոյապես վատ զգա, ապա եթե այդ ամեն ինչը չկա, մարդիկ թող ապրեն են սեռական կյանքով, որով ուզում են, վերջի վերջո դա յուրաքանչյուր մարդուն տրված հնարավորություն է այս աշխարհում, որը ինքը օգտագործում է այնպես ոնց ուզում է։ Պարտադիր չի, որ մենք ինչ անում ենք, դա անեն ուրիշները եւ պարտադիր չի, ինչ անում են ուրիշները, անենք դա մենք։ Մենք պետք է յուրաքանչյուր մարդ պետք է ապրի այն սեռական կյանքով, որը համարում է ճիշտ։ Յուրաքանչյուրի ճիշտը կարող է լինել իր ճիշտը, չկա համընդհանուր ընդունված ինչ-որ մի բան, որ մենք փորձենք բոլորին տեղավորել այդ սանդղակի մեջ, ասենք, այ սա ճիշտ ձևն է, եկեք բոլորը տեղավորվեք այդ ճիշտ ձևի մեջ։ Ճիշտը այն տարբերակն է, որի մեջ դուք ձեզ զգում եք հարմարավետ։